Հնդկական ժողովրդական հեքիաթ Հիմսուքա Ժամանակով Ուդև քաղաքում մի թագավոր էր ապրում։ Նա 3 որդի ուներ, 3-ն էլ կրթված, 3-ն էլ ուշիմ ու խելացի։ Մի օր թագավորը կանչեց որդիներին, որպեսզի փորձի նրանց։ Ենթադրենք, ասաց, ես իմ պատիվն ու կյանքը վստահել եմ մեկին, բայց նա անհավատարիմ է գտնվել։ Ինչ պատիժ կտայիք նրան։ Ավագ որդին ասաց. Այդպիսի մարդուն պետք է տեղնուտեղը գլխատել։ Միջնեկ որդին ասաց. Ես էլ համաձայն եմ, այդպիսի մարդուն պետք է մահվան դատապարտել, նրան գթալ պետք չէ։ Կրտսեր որդին լուռ էր։ Դե որդիս, դիմեց նրան թագավորը, դու ինչ կասես։ Հայր, ասաց կրտսեր արքայազնը, ճշմարիտ է, որ նման հանցանքի պատիժը մահն է, բայց մինչև մարդուն մահվան դատապարտելը պետք է ապացուցեր, որ նա իրոք մեղավոր է։ Ինչ, անմեղ մարդուն էլ կարող է մահվան դատապարտեն։ Այո, պատասխանեց կրտսեր որդին, կարող է պատահել։ Այդպիսի մի պատմություն ես հիմա կպատմեմ ձեզ։ Եվ արքայազնը սկսեց իր պատմությունը։ Վիդարբայի թագավորը ժամանակի մի հրաշալի թութակ ուներ։ Թութակը, որի անունը Հիմսուքա էր, առոք-փառոք ապրում էր պալատում։ Նա շատ խելացի էր, կարողանում էր խոսել և բազմաթիվ լեզուներ գիտեր, ու նաև շատ իմաստ ուներ, և թագավորը հաճախ էր նրանից խորհուրդ հարցնում։ Հիմսուքային վանդակում չէին պահում։ Նա ազատ էր և կարող էր թռչել ուր սիրտն ուզեր։ Մի առավոտ էլ նա պալատից ուղիղ ջունգլի թռավ և պատահեց այնպես, որ հենց ջունգլիում հանդիպեց իր հարազատ հորը։ Շատ ուրախ եմ, որ տեսա քեզ, որդիս, ասաց հայրը։ Մայրդ ոնց կուրախանա։ Չէիր ուզենա մի քանի օրով տուն գալ։ Ուրախությամբ կգայի, պատասխանեց Հիմսուքան, բայց նախ պետք է թույլտվություն խնդրեմ թագավորից։ Հիմսուքան նորից թռավ պալատ և թագավորից թույլտվություն խնդրեց։ Սկզբում թագավորը մերժեց։ Նա անչափ սիրում էր Հիմսուքային և շատ դժվար էր սիրելի թութակից բաժանվելը, բայց վերջապես համաձայնեց։ Այսպիսով Հիմսուքան վերադարձավ հոր մոտ և նրանք միասին թռան տուն։ Հիմսուքայի մայրը շատ ուրախացավ, երկար տարիների բաժանումից հետո տեսնելով սիրասուն որդուն։ 2 շաբաթ ծնողների մոտ մնալուց հետո Հիմսուքան ասաց. Թանկագին ծնողներ, ես հրաշալի ժամանակ անցկացրի ձեզ հետ, բայց արդեն իմ գնալու ժամանակն է, թագավորը սպասում է ինձ։ Հայր և մայր թութակները շատ տխրեցին, որ Հիմսուքան պետք է վերադառնա, բայց ինչ կարող էին անել, որդին խոսք էր տվել թագավորին։ Մենք շատ կուզենայինք որևէ նվեր ուղարկել թագավորին, ասաց հայրը, բայց չգիտենք, թե ինչ։ Նրանք երկար միտք արին, թե ինչ հարմար նվեր գտնեն։ Վերջապես հայր թութակն ասաց. Ես գտա, թե որն է ամենալավ նվերը։ Այնտեղ լեռան գագաթին մի ծառ կա, որն անմահական պտուղներ է տալիս։ Ով այդ պտուղն ուտի, չի մահանա ու միշտ ջահել կմնա։ Հայր թութակը թռավ և քիչ անց վերադարձավ կախարդական ոսկեգույն միրգը կտուցին։ Հիմսուքան վերցրեց նվերն ու ճանապարհ ընկավ պալատ։ Երեկո էր, երբ նա հեռացավ հայրական տնից։ Շուտով արևը մայր մտավ և մութը պատեց ամենուրեք։ Հիմսուքան որոշեց գիշերը ծառի վրա անցկացնել, բայց նախ պետք էր ապահով տեղ գտնել թանկագին նվերի համար։ Բարեբախտաբար ծառին փչակ կար։ Նա պտուղը դրեց այնտեղ, ինքն էլ թռեց մոտիկ մի ճյուղին ու քնեց։ Արի տես, որ այդ փչակում թունավոր մի օձ էր ապրում։ Երբ օձը վերադարձավ, նկատեց ոսկեգույն պտուղն ու չհամբերեց, ուզեց համը տեսնի։ Օձին դուր չեկավ մրգի համը և դժգոհ քաշվեց իր բույնը, բայց պտուղն արդեն թունավորված էր։ Հաջորդ առավոտյան Հիմսուքան վերցրեց միրգը և շարունակեց ճանապարհը։ Հասավ պալատ, թագավորին հանձնեց ծնողների ուղարկած նվերը։ Թագավորը շատ ուրախացավ և ընտանիքի անդամների ու պալատականների ներկայությամբ ձեռքն առավ պտուղը, որ ուտի, երբ լսեց մի ձայն։ Սպասիր, տեր արքա, ասաց գլխավոր խորհրդականը։ Նախքան ուտելը լավ կլինի այդ պտուղը փորձել, տուր որևէ կենդանու։ Եթե ոչինչ չպատահեց, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Լավ միտք է, համաձայնեց թագավորը և մրգից մի փոքրիկ կտոր նետեց ագռավին։ Ագռավը կերավ թե չէ,
տեղնուտեղը սատկեց։ «Տեր արքա», ասաց խորհրդականը, «դու հրաշքով փրկվեցիր, պտուղը թունավոր է, դա անմահական պտուղ չէ, Հիմսուքան ուզում էր քեզ թունավորել»։ Թագավորը սաստիկ զայրացավ և սպանեց Հիմսուքային, հետո հրամայեց, որ թունավոր պտուղը տանեն ու թաղեն մի խոր փոսում։ Այդպես էլ արեցին, բայց շուտով պտուղը ծիլ տվեց ու ծառ դարձավ, ոսկեգույն պտուղներով մի հրաշալի ծառ։ «Այդ պտուղները թունավոր են», ասաց թագավորը, երբ լսեց ծառի մասին, «դրանք մահաբեր պտուղներ են»։ Թագավորն իր մարդկանց հրամայեց ցանկապատել ծառը և հսկել, որ ոչ ոք չկարողանա պոկել թունավոր պտուղը։ Ծառի մասին լուրը տարածվեց ամբողջ քաղաքով մեկ, մարդիկ վախենում էին նույնիսկ մոտենալ ծառին։ Այդ նույն ժամանակ քաղաքում մի ծեր մարդ ու կին էին ապրում։ Նրանք միայնակ էին և անչափ աղքատ, ապրում էին ողորմությամբ և արդեն այնքան էին ծերացել, որ ի վիճակի չէին տնից դուրս գալ, ուտելու ոչինչ չունեին այլևս, և կյանքը բեռ էր դարձել նրանց համար, ու որոշեցին մեռնել, իսկ մեռնելու ամենահեշտ ձևը մահաբեր պտուղն ուտելն էր։ Մի գիշեր ծերունին դժվարությամբ դուրս եկավ տնից, գնաց աննկատ ներս սողաց ցանկապատից։ Նա 2 պտուղ պոկեց ծառից, տարավ տուն, մեկն ինքը կերավ, մյուսը կինը։ Հետո պառկեցին մահճակալին, մտածելով, որ կմեռնեն ու կազատվեն իրենց վիճակից։ Բայց հաջորդ առավոտյան նրանք արթնացան սովորականի պես ու զարմացան, որ չեն մեռել։ Պարզվեց, որ շատ լավ են զգում, մինչև անգամ ջահելացել են։ Թագավորը լսեց այդ հրաշքի մասին ու այցի գնաց նրանց։ Շատ զարմացավ տեսնելով ծերունուն ու պառավին այդպես ջահելացած։ Թագավորը նոր միայն հասկացավ, որ Հիմսուքայի բերած պտուղը իրոք անմահական էր, և շատ զղջաց ու ափսոսաց, որ սպանել էր սիրելի թութակին։ «Ահա թե ինչու եմ ասում», շարունակեց կրսեր որդին, «հանցանք գործած մարդը պետք է պատժվի այն դեպքում, երբ պարզվի, որ նա իրոք մեղավոր է»։ Թագավորը շատ գոհ մնաց կրսեր որդուց և վճռեց, որ իրենից հետո նա կդառնա Ուդև քաղաքի թագավորը։